Մրցույթի մեկնարկին մնացել են հաշված րոպեներ։ Զորամիավորումները, առանձին զորամասերն ու ռազմական ակադեմիան ներկայացնող թիմերի զինծառայողները հագնում են զորաբաճկոններն ու սաղավարտները, իրենց տեղերն են զբաղեցնում մեկնարկային գծի մոտ։ Պատրաստ ենք իրար օգնել, սատարել, դժվարություններն էլ հաղթարենք միասին։ Բազմիցս անգամ հաղթահարել ենք բարձունքներ, տարբեր տեղեր, տարբեր բնակլիմայական պայմաններում։ Հուսով ենք, որ թիմը առաջի տեղ է զբաղեցնելու։ Վստահ ենք, որովհետև պարապմունքները անցկացվել է նորմալ, պատրաստ են յուրաքանչյուր առաջադրանք կատարելու։ Եվս մի ակնթարթ եւ մեկնարկում է Լեռնագագաթի ախտահարում ստորաբաժանման կազմով մրցույթի վերջին անկախության վերելք մրցափուլը։ Որպես այդպիսին մրցումը 4-րդ եզրափակիչ փուլն է, նպատակն է մեր զինծառայողների շրջանում ռազմակիրառական հմտությունների զարգացումը, բարդ տեղանքում արագ կողմնորոշվելու, արագ տեղաշարժվելու, անվտանգ տեղաշարժվելու հմտությունների ձևավորումը։ Ոչ ոք չէր պատրաստվում զիջել դիրքերը, լայելով ուժերը, զինծառայողները ախտահարեցին Գեղամա լեռնաշղթայի քարքարոտ լանջերը։ Նման երթաշարժները ֆիզիկապես են ամրապնդում մեզ, բացի այդ նաև հոգեպես եւ դրան ավելանում է նաև թիմային աշխատանքը, քանի որ Լեռնագագաթը հաղթահարում է թիմը, այլ ոչ թե մեկ հոգին, ու թեկուզ մեկ հոգին եթե չկարողանա հասնել թիմին ու չկարողանա բարձրանալ Լեռնագագաթ, մնացածի արդյունքը ոչինչ չի հավասար։ Առանձնահատկություններից մեկն էլ նա է, որ յուրաքանչյուր փուլում իրավունք ունի մասնակցել մեկ մասնակից, հետևաբար տարվա կտրվածքով նախապատրաստվելով եւ մրցումների մասնակցելով ունենում ենք մեծ թվով պատրաստված եւ լեռներում գործելու ունակ զինծառայողներ։ Սարալանջին, թթվասնային քաղցը, ինքնաձիգի, զրահաբաճկոնի եւ սաղավարտի հավելյալ ծանրաբեռնվածությունը դանդաղեցնում էին զինծառայողների ընթացքը, ֆիզիկական դժվարությունները, սակայն, ունակ չեղան նվազեցնելու մասնակիցների համառությունն ու եզրագիծը րոպե առաջ հատելու պատրաստակամությունը։ Բանակի ուժեղագույն թիմերի հետ համավասար մրցույթին ներգրավվել եւ արժանավույնս հանդես եկավ նաեւ ռազմական ակադեմիայի կուրսանտական թիմը։ Շատ ավա։ Թիմի ավակ փոխգնդապետ Ղարիբյանն ասում է, գաղտնիքը ակադեմիայում կուրսանտներին փոխանցվող առաջադրված խնդիրը ամեն գնով կատարելու, դժվարությունների առջև չընկրկելու գաղափարների արդյունքն է։ Ռազմական ակադեմիան մեծ ուշադրություն է դարձնում թիմային աշխատանքին, կոլեկտիվի ներդաշնակմանը, կոլեկտիվ խմբավորման գործողություններին, թե մարտավարական պարապմունքների տեսքով, թե ֆիզիկական պատրաստության տեսքով։ Ըստ այդմ վստահ եմ, որ թիմը լավ տեղ զբաղեցնի։ Որոշ ժամանակ անց առաջինը Լեռնագագաթը ախտարած թիմի անդամները միասնաբար բարձրացրեցին եռագույնը։ Համառ ու անզիջում մրցապայքարում երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրեց ռազմական ակադեմիայի հավաքականը։ Հավելենք, որ Լեռնագագաթի հաղթահարում ստորաբաժանման կազմով համաբանակային մրցույթի 2025 թվականի հաղթող թիմը որոշվելու է անցած 4 մրցափուլերի ընդհանուր հաշվարկում ցուցաբերած ցուցանիշների հիման վրա, մեդալներից ու պատվոգրերից զատ, արժանանալով նաև համաբանակային մրցույթի գավաթին։ Ներսես Սիվանյան, Հայկ Չիրինգարյան, Ռազմիկ Տիգրանյան, Ծինուշ